Հանրապետական ընդունելու համար երկու մասի բաժանենք մեր զրույցը, արտաքին հարցեր եւ ներքին հարցեր, բայց շնորհակալ եմ, որ հենց հիմա այս պահին դուք մեզ փոխանցեցիք, որ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգներ եւ Իրան ինչ ակնկալել, բայց նաեւ մենք ունենք այսպիսի օրինակ կա, երբ որ բանակցություններ էին ընթանում, բայց դա չխանգարեց, որպեսզի հարցակվեն, հարտիրակոծեն Իրանը։ Շնորհակալություն հրավերի համար, դե որպես բանակցող կարամ ասեմ, որ ես այդքան լավատես չեմ այս փուլի մասին բանակցային, ինչու, որովհետեւ այս բանակցությունների նախօրեին նախագահ Թրամփը նորից կրկնեց պնդեց, որ դիրքը չի փոխվել եւ ասաց, որ ինքը սպասում է գործարքը պետք է լինի, կայանա, եթե Իրանը հրաժարվի, ասի, որ հրաժարվում է միջուկային զենք զարգացնելուց։ Բայց տարօրինակ գիտեք բաղ ինչումն է, որ Իրանը նույնիսկ կրոնական ֆետվա ունեն, որով ասել են, որ իրանք միջուկային զենք չեն զարգացնելու։ Իրանց պաշտոնյաները կրկնում են, որ միջուկային զենք զարգացնելու բան չկա, բայց ինքը նաև նորից պնդում է, որ իրանք այդ պետք է ասեն։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է նրա մասին, որ ինքը արդեն անգամ է ուժեղացրել ուրեմն ռազմական կարողությունները, դե մնացել է մի հատ էլ մի քանի բանով էլ ուժեղացնեն, որ պատրաստ լինի ռազմական լուծում, ինչպես ինքն ասում տա այս հարցին, բայց խնդիրը ռազմական լուծում չունի։ Հիմա ասում են, որ Վիտկոֆը եւ մնացած բանակցային թիմի անդամները ասում են, որ կոմպրոմիսի հնարավորություն կա, բայց ես չեմ տեսնում այդ կոմպրոմիսը ինչումն է լինելու։ Կամ Թրամփը պետք է հրաժարվի ռազմական լուծում տալուց, կամ պետք է շարունակի այդ ուղղությամբ։ Իր համար ամեն ինչ այսօր ինքը ինչ որ անում է, կապված է երկու բանի հետ։ Ամառը Միացյալ Նահանգները տոնելու է 250 ամյակը, իր 80-ամյակը, իսկ Աշտանը գնալու է ընտրությունների, որոնք շատ կարևոր են լինելու։ Հիմա Իրան պետք է այդ ամենը բերել հասնել նրան, որ հանրապետականները եւ իր ճամբարը հաջողությամբ ավարտեն այդ ընտրությունները։ Այլ դեպքում ինքը շատ մեծ խնդիրներ է ունենալու եւ ինքը դա հասկանում է։ Այդ հաշվարկներն են, որ բերում են նրան, որ արդյոք հնարավոր է կարճատև մտնել պատերազմով եւ ինչ է լինի հայտարարել, որ մենք հաղթեցինք, մենք հասանք մեր նպատակին, որովհետեւ հիշում ենք անցած հունիս նույնը տեղի ունեցավ պաստորեն, ինքը արդեն հայտարարեց այն ժամանակ, որ ջախջախել են, այլևս չունենալու Իրանը այդ հնարավորությունները, բայց հիմա պարզվում է, որ նորից այդ խնդիրն է, չէ՞, ոնց որ մենք երբ որ նայում ենք այդ ամենին, մեզ թվում է, որ այո, միջուկային զենքի խնդիր կա, սա է ամենակարևորը, բայց ավելի կարևոր երևի շահեր կան, թե Թրամփի համար, թե իր շրջապատի համար, եւ դա հասկանալու համար պետք է նայենք խոսքի օրինակ Վենսի Բաքու գնալուց հետո ինչ կարևոր մի այց տեղի ունեցավ։ Դա ուրեմն հրեական կազմակերպությունների 51 կազմակերպություն Միացյալ Նահանգներում, որոնք որ շատ մեծ ազդեցություն ունեն թե Թրամփի շրջապատի վրա, թե ընտրությունների ժամանակ, իրանք ուրեմն կատարեցին այց Բաքու, հանդիպեցին Ալիևի հետ, արտաքին գործոց նախարարի հետ, ու դրանից հետո նոր գնացին Երուսալեմ, որտեղ իրանք անցկացնում են sense հովանացային բան, ոնց որ կազմակերպությունն է, այդ 51-ը պարբերաբար հավաքվում են, քննարկում են ինչ խնդիրներ է ուրեմն Իսրայելի առջև։ Եվ պատահական չէ, որ իրանք ընտրել էին Բաքու գնային, հետո Բաքուից նոր գնային Երուսալեմ։ Ու պարզ է, որ այդտեղ Իրանը շատ մեծ դերակատարում ունի, դրա համար Ալիևը այդքան վստահ է իրան պահում այս պահին։ Ալիևը նայում է, որ եթե Իրանը ձեզ համար այդքան կարևոր է, ես ձեզ համար շատ կարևոր խաղացող եմ այս տարածաշրջանում։ Եվ ինչ էլ մեր ուրեմն ԿՊԱ-ական ռոպագանդիստները փորձեն ասել, որ նույն հարթակի վրա են շահերը Միացյալ Նահանգները եւ այլն, մենք գիտենք, հասկանում ենք, որ դա այդպես չի։ Դա այդպես չի։ Հիմա եթե որ մենք ինչ որ իրանք հավասար ինչ որ բան ունեն։ Ոչ, դա այդպես չի եւ դա հասկանալու համար պետք է այդ ամենն էլ տեսնես, Բայց այդտեղ շատ հետաքրքիր մի բան եղավ, որի մասին, չգիտեմ, մտքամ հայկական մամուլում ես չտեսա, որ արձագանք լիներ,
ուրեմն այդ կազմակերպության հանդիպման ժամանակ Երուսալեմում ելույթ ունեցավ նաև Նավտալի Բենետը, որը նախկին վարչապետն էր Իսրայելի, եւ ասաց, որ ապագայում, մոտ ապագայում ամենամեծ վտանգը Իսրայելի համար լինելու է Թուրքիան եւ Կատարը։ Նույնիսկ այո, խոսեց նրա մասին, որ նոր ինչ-որ առանց կա ձևավորվում, այդ մոհմեդական աղբերությունը, սունիական այդ բանն է ձևավորվում, որը որ առաջացնելու է ամենամեծ վտանգը։ Ասեց նույնիսկ իր բառերն եմ ցիտում, ասեց նոր Իրանը ձևավորվելու, այսինքն ոնց որ Իրանի խնդիրը կամել արդեն չի մտահոգում, այլ մտահոգում է այն ինչ տեղի ունենում տարածաշրջանում։ Եթե այդ առանցքին ավելացնենք նաև Պակիստանը, որը որ միջուկային զենք արդեն ունի, պարզ է, չէ, ինչի մասին է խոսքը գնում, որ Թուրքիան փորձում է այն Էրդողանի երազանքը, այն որ ինքը նեոօսմանյան այդ պատկերացումները, որ իրանք պետք է ինչ-որ նոր դեր ունենան, իրենց նոր դեր պետք է ստանձնեն, դա կապված է նաև այս ամենի հետ, որովհետև սունիական աշխարհում պաղեստինական խնդիրը եւ Իսրայելի խնդիրը միակ խնդիրն է, որով ինքը կարա համախմբվի եւ առաջնորդի այդ ուրեմն հարցում։ Ուրեմն մենք պետք է նայենք, տեսնենք ինչ ընդհանուր ինչ սցենարներ են հնարավոր։ Ես այս պահին կասեի, իհարկե տեսնենք ինչով են ավարտվելու բանակցությունները այսօր Ժնևում, Օմանի արտաքին գործոց նախարարն է միջնորդում, բայց ես ել եմ ասում, ես լավատես չեմ, ավելի մեծ հավանականություն եմ տալիս նրան, որ չի հաջողվելու պայմանավորվել, այսինքն անել այն, ինչ որ պահանջում է Թրամփը։ Եվ եթե դա չի լինելու, մնում է ռազմական Այո, եթե չլինեին Թրամփը արդեն արել էր, իսկ ինչու՞մն է խնդիրը, խնդիրը նրանում է, որ ռազմական մասնագետները Միացյալ Նահանգների եւ գեներալները իրանք տեսնում են, որ դու այն ուժը, որը որ կուտակվել էր նույնիսկ արդեն Պարսից ծոցում, բավարար չի լինելու այն խնդիրները, որոնք իրենց առջև դրված են կատարեն։ Դրա համար իրանք ուժեղացնում են այդ նավատորմը, այդ խումբը արմադան Թրամփի ասած, որպեսզի իրանք կարողանան գոնե մի 2 կամ 3 շաբաթվա առանց ընդմիջումների անցկացնեն այդ գործողությունները։ Եվ դա երևի շատ վտանգավոր կարող է լինի, ամենամեծ վտանգը Թրամփի համար նրանում է, որ ոչ մեկ չի կարող միանշանակ ասի, թե ինչ կամով կարող է Իրանը այս պահին վնասի Միացյալ Նահանգներին, Բոլորը հասկանում են, որ այն ինչ որ տեղ ունեցավ անցած տարվա հունիս ամսին, դա այն ամենը ինչ որ ունի Իրանը ինքը չօգտագործեց։ Դա սա էլ հասկանալի, որովհետև եթե դու ռազմական առումով մեծ ավերածություններ հասցրեցին, նախ էլիտան գիտական ոչնչացրեցին, քաղաքական էլիտան ոչնչացրեցին, այդպիսի վնաս տվեցին բազաներին, ռազմական Ստեղ մի քանի կարևոր խնդիր կա իմ կարծիքով, ինչու այն ժամանակ չարեցին, իսկ այս պահին կարող են անել, որովհետև եթե իրենք տանեին ամբողջությամբ էսկալացիայի եւ ավելի մեծ վնասներ հասցնեին Իսրայելին այդ պահին, չի բացառվում, որ Միացյալ Նահանգները, այսինքն Թրամփը, կարող էր ասել նաեւ, որ ինքը կիրառելու է միջուկային հարվածներ Իրանին։ Իհարկե, եւ բոլոր մասնագետները հասկանում են, որ էսկալացիան կարա բերի ի վերջո հենց այդ կետին, որ արդեն այլ միջոց չի մնում, դու կիրառում ես այդ միջոցը։ Իսկ ինչու է հիմա փոխվել, որովհետեւ իմ կարծիքով այն ժամանակ դեր ասում էին, որ մինչեւ 60% հասցրել են իրանք ուրանի արստացման ընթացքը, մենք չգիտենք հիմա ինչ է տեղի ունենում, այդ ՄԱԳԱՏԵ-ի ուրեմն ներկայացուցիչները նույնիսկ մուտք չունեն Իրան հիմա, մենք չգիտենք ինչ ունեն իրանք, բայց երևի իրանք ունեն այնպիսի բաներ, որոնք իրանք կարող են հայտարարեն եւ վերջի պահին, որ կարողանան զսպել, այսինքն խուսափեն միջուկային բանից։ Եթե դուք եք կիրառում, մենք էլ ենք կիրառում ու դա բերում է նրան, որ բոլորը հասկանում են, որ սա
Տեսեք, մենք երբ ենք ոնց ենք իմանում, որ երկիրը ունի, նույն Իսրայելը ոչ ասում է չունեմ, ոչ ասում է հա, մենք բոլոր գիտեն, որ ունեն, հա, ունես, երբ որ դու փորձարկ ես անցկացնում, հա, այդ փորձարկն է բան։ Հիմա այդ փորձարկը անպես չլինի, որ այդ փորձարկը իրանք պետք է անցկացնեն հենց պատերազմական վիճակում։ Սա խնդիր կարող է լինի, մեծ խնդիր կարող է լինի, ել չեմ ասում, որ նաև արաբական երկրները տարածաշրջանում մտահոգված են։ Հա, տեսեք, այս բանակցությունների նախօրեին իհարկե իրանք ունեն ազդեցություն, սա այդ բոլոր հաշվարկները անում է, իրանք էլ ունեն ազդեցություն, իրանք էլ են ազդում, իրանք էլ երևի ինչ-որ չափով հետաձգեցին այս պահը, ինչքան կարողացան հետաձգեցին։ Բայց տեսեք, այս բանակցությունների նախօրեին ինչ տեղի ունեցավ, այն ինչ-որ Իրանը միշտ ասում էր, որ իրանք կարող են փակեն, ուրեմն Օրմուզը կարող են փակել եւ դրանով իհարկե շատ նավթի գները կբարձրանան աշխարհով մեկ եւ այլն եւ իհարկե առաջի հերթին այդ արաբական երկրները կորցնելու են որտեղ մոտավորապես 70%-ը ամբողջ աշխարհի նավթի պաշարներից այդտեղից է բանանում փակում ես ուրեմն կտրուկ աճա լինելու նավթի գները Կարող է, իհարկե կարող է, իրանք դրա մասին են ասում։ Չէ, դրա մասին են ասում, իհարկե իրանք ասում են, որ Իսրայելը մասնակցի թե չմասնակցի իրանք հարվածելու են, եթե Միացյալ Նահանգները հարված են, ամերիկյան բոլոր բազաները, որոնք որ տեղադրված են, դրանք էլ են հարվածի տակ լինելու, եւ էլ չենք պատկերացնում ոնց կարող է այդ ամենը զարգանա, հա, որովհետեւ տեսեք, մենք նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի բանովարումով մենք հասկանում ենք, որ շատ հանգամ գեներալները պատրաստվում են անցած պատերազմին, հա, ոնց որ իրանք նայում են այդ անցած պատերազմը եւ շատ հանգամ չեն տեսնում ոնց է տեխնոլոգիան փոխում ամբողջ բանը, հա, պատրաստականությունը նոր պատերազմի։ Ինչ ունի Իրանը, ոնց է օգտագործելու, ինչ անելու, ինչ վնաս կարող է հասցնի, ինչ կորուստներ կարող է ունենա Միացյալ Նահանգները, դրանք այդ ամենը հաշվարկների մաս են։ Բայց ինչ կամ էլ հաշվարկես պատերազմը միշտ ունում է անկախատեսելի պահեր ունենում, հա, կա այդ անկախատեսելի պահ այս հակամարտության մեջ, իհարկե կա։ Բայց նաև կա երրորդ հարցը, չորրորդ հարցը, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները փորձում են ներքին պարակման եւ ընդմզման հասնել եւ այդ ճանապարհով ինչը առայժմ չի ստացվում, ուսեք ստացել, երևի իրենց համար ամենալավագույն տարբերակը կլինի։ Հա, դրա մասին ես կարծիքով ձեր տաղավարում խոսել էի անցած տարվա հունիսի պատերազմից հետո մյուս քայլը ինչա լինելու, ես ասում եմ, որ փորձելու եմ ներսից պայթացնել բանը, իրավիճակը։ Դե Թրամփը ասում է, որ եթե ինքը հարվածի, այդ հարվածը լինելու է իբրև պատիժ ուրեմն Իրանի ռեժիմին, որովհետև իրանք այդքան մարդ ուրեմն դե բոլոր հասկանում են, որ այդ բոլոր պատճառները, որ ինքը ներկայացնում է Միացյալ Նահանգների հանրությանը եւ աշխարհի հանրությանը, դրանք բոլորը կեղծ են, իսկական նպատակները այլ են։ Այդ նպատակները կախված են նաեւ Իսրայելի շահերի հետ տարածաշրջանում եւ ինչպիսի տեսք ընդհանրապես պետք է ունենա Միջին Արևելքը, եթե մենք մոտավորապես մի 25-30 տարի հետ գնանք, այն ժամանակ ինչ էին ասում նեոկոնները եւ իրանց միացած ուրեմն անմիջապես միացան իրանց իսրայելական ռեական լոբիները Միացյալ Նահանգներում որ տարածաշրջանում կա ժողովրդավարության պահանջ, բոլոր ժողովուրդները ձգտում են ժողովրդավարության։ Միակ երկիրը ժողովրդավար դա Իսրայելն է, ես հիմա չեմ ասում ինչ կամով ճիշտ է դա։ Իսրայելը միակ ժողովրդավարական երկիրն է եւ դրա համար Միացյալ Նահանգների ռազմավարությունը պետք է լինի աջակցել, որ բոլոր այդ ավտորիտար ռեժիմները փոխվեն եւ ժողովրդավարություն ստեղծվի։ Սկսեցին Իրաքից, մենք գիտենք ինչպես այդ ամենը շարունակվեց, համ հասանք Լիբիա, Սիրիա եւ բոլոր այն երկրները, որոնք որ թե այնպես ուրեմն Իսրայելի դեմ էին
խմբավորված, նրանք փաստորեն ջախջախվեցին։ Մնացել է հիմա փաստորեն Իրանը, բայց բացի Իրանից, եթե մենք հավատանք Նավտալի Բենետին, նոր ինչ-որ ուրեմն առանցք է ձևավորվում, որը նա դիտում է որպես ավելի մեծ վտանգ Իսրայելի համար, քան նույնիսկ Իրանը։ Սա իհարկե շատ հետաքրքիր պահ է, որովհետև ի տարբերություն այլ խաղացողների Իսրայելում փորձում են մի քիչ ավելի հեռանկարային բան պատկեր ունենան, ինչա տեղ ունենալու։ Ասենք թե նույնիսկ Իրանի խնդիրը իրանք կարողացան, այսպես ասած, լուծեն, ռեժիմը փոխեն կամ ինչ-որ մի ձև այդ միջուկային զենքի եւ հրթիռների բանը խնդիրը լուծեն, բայց իրանք հասկանում են, որ դրանով ամեն չի ավարտվում եւ նոր ուրեմն այդ վտանգի դեմ առնելու համար իրանք պետքա նոր ալյանսներ ձևավորեն, նոր ձևով մոտենան։ Իհարկե առաջերտին պետք է թույլ չտան, որ Սաուդի Արաբիան կարողանա միանալ կամ այն ավելի դրական ինչ-որ հարաբերություններ, որոնք որ սկսեցին ձևավորվել Իսրայելի հետ, ուրեմն չեզոքացվեն եւ այդ առանցքն է, որ ավելի շատ իրանց պետք է մտահոգի։ Թուրքիա, Կաթար, Պակիստան եւ մոհմեդական այդ աղբերությունը, այսպես կոչված, սունի աղբերությունը, որտեղ Թուրքիան առաջի ջութակի բան է ստանալու։ Ուրեմն կարգավիճակ է ստանալու։ Եվ նաեւ 4-րդ բանը նշում, ինչից ոնց որ խուսափում են ցամաքային գործողություններ։ Դե դա երևի բոլոր ես չեմ պատկերացնում ռազմական մասնագետ Միացյալ Նահանգներում, որը որ այսօր կարող է այդպիսի խորհուրդ տա Տրամփին, որ իրանք պետքա այդ տարբերակն էլ լուրջ քննարկեն։ Այդ տարբերակը համարյա բացառված է, այդ տարբերակը։ Շատ լավ։ Եվ մեր բարեկամը միշտ ասում է, որ ամենակարևորը, որ մենք պիտի ամեն ինչ անենք, ասած մի արած, եթե գործողություններ սկսեն, մասնակից չլինենք, այն իմաստով որ մեր տարածքը հանկարծ չտրամադրեն, որտեղ դրա հետևանքները իսկապես սարսափելի կարող են լինել։ Այո, դա իհարկե ամենավտանգավոր բանն է եւ եթե ամենալուրջ քննադատությունը վարած քաղաքականության այսօր արտաքին քաղաքականության Հայաստանի նրանում է, որ իրանք փորձում են 18 թվից իրանք փորձում են ինչ որ գտնել մի բոլոր ճամբարների ինչ որ ձևով ասել, որ իրանք շահերը ավելի լավ են բավարարելու եւ գտնել այն ճամբարը, ճիշտ ճամբարը, այդ ճիշտ ճամբարը երևի հիմա իրանք Թրամփի հետ են կապում, որ այդ թրիփը բերելու է հավերժ խաղաղություն, 99 տարվա խաղաղություն է բերելու եւ այլն եւ այլն։ Սա իհարկե կեղծ թեզ է, որովհետեւ մենք չգիտենք Աստված իհարկե Թրամփին երկար տարիներ տա, բայց մենք չգիտենք ինչ կա մատեվել։ Դու չես կարող խաղաղությունը կապես մի անձի, մի քաղաքական գործի, ուրեմն տրամադրության հետ։ Իսկ ավելի կարևորը դա պետք է նայես ինչ շահեր ունեն։ Եթե դու դառնում ես գործիք կամ փորձում ես դառնալ գործիք, որը պետք է օգտագործեն իրանց շահերը բավարարելու, դու պետք է հասկանաս, որ գործիք օգտագործելուց հետո դեն են նետում, հենց գործիքը էլ արդեն կարող է։ Տեսեք ինչ տեղի ունեցավ քրդերի հետ, Սիրիայում։ Այսինքն դա ամենամեծ սխալն է, դու պետք է ամեն ինչ անես, որ խուսափես դրանից, որ որևէ մի ճամբար փորձի քեզ որպես գործիք դիտի։ Գործիք ես դու իրանց շահերը բավարարելու համար։ Պարոն Մարտիրոսյան, որ հետևում եք այսօրվա իշխանությանը, ինչու ոչ նաև Միացյալ Նահանգներին, կարողացան այնպիսի մի հատ արտաքին շահ ապահովել, որ մեր հանրությանը մոլորեցնել, որ տեսեք, մեծ չաղ ու բախտավոր Միացյալ Նահանգները եկել են, այս ճանապարհով այլևս երջանկության դռներ են բացվելու, մի հատ ձեր ատոմական հանուն ձեզ եք փակում, մոդուլային համակարգը բերում ենք դնենք, թե լավ է, մեծ հաշվով դիմությունը կարողացավ այսպես բան, արձակակը շատ բաներ եղավ, ձեր կողքից տնկալմամբ, ինչ եղավ։ Լուրջ պատասխան տալու համար պետք է նայել հարցումները ինչ են ցույց տալիս, ես վերջի հարցումները դեռ չեմ էլ տեսել, որ այդ հարցը քննարկենք, տվյալների վրա հիմնված։ Բայց ամեն դեպքում այո,
Այո, նպատակը, տեսեք, ապագայի մասին նարատիվը եւ քաղաքականությունը ընդհանրապես դառնում է, որ բոլոր ուժերը փորձում են ինչ-որ ապագայի մասին նարատիվ մեզ վաճառեն, ասեն այս է ճիշտ նարատիվ, ապագան լավ է լինելու, խաղաղություն է լինելու, տնտեսական լավ է լինելու եւ այլն եւ այլն։ Իհարկե, հարց կա, արդյոք դու վստահում ես իրանց ներկայացրած նարատիվին։ Իմ կարծիքով իշխող ուժի ամենամեծ խնդիրը նրանում է, որ իրանք այնքան են ստել, անգամ են շեղվել իրանց ներկայացրած ծրագրերին, խոստումներից, անգամ են շեղվել, անգամ են ստել, որ հիմա այդ խնդիրը կա, բայց իրանք փորձում են դա կոմպենսացնել նրանով, որ դե մեզ չեք հավատում, տեսեք Թրամփն է ձեզ ասում, տեսեք Վենսը եկավ ձեզ ասում է, որ այ եթե մենք լինենք, ուրեմն խաղաղության այդ ապագան արդեն տեղի ունենալու։ Բայց այդ ապագան, գիտեք, շատ մշուշոտ է այդ ապագան, այսինքն այդտեղ ոչ մի կոնկրետ բան դեռ չկա։ Շատ ընդհանուր ինչ-որ խոսքեր են ինչ-որ բաների մասին, բայց դու չես տեսնում, որ կոնկրետ գործունեություն։ Միակ կոնկրետ գործունեությունը, որ տեղի է ունենում, կախված իրանց այդ խոստումների հետ, դա Ադրբեջանից բենզին եւ դիզել բերելն է։ Դա էլ կանխատեսելի էր, որովհետև դու երբ որ նայում ես ինչպես են մտածում այդ ճարտարապետները, հա, այդ խաղաղության եւ այլն, իրանք հասկանում են, որ ի վերջո դու պետքա բնակչությանը վաճառես այդ պատկերը, հա, ապագայում, որ լավ է լինելու, իսկ ինչպես պետք է նա հավատա, որ այդ ապագան լավ է լինելու։ Ինքը այսօր արդեն ինչ-որ շոշափելի դիվիդենդ պետք է ստանա, հա, այդ քաղաքականությունից, որ ասի, որ այո, այդ ապագան լինելու է։ Դրա համար այո, կարան մեզ այսօր մի քիչ ավելի էժան գնով բենզին տան, դիզել տան, մեր իշխող ուրեմն կառավարությունը կարա ուրախանա դրանից, համոզի մեզ, որ դա այդպես է լինելու է, բայց դա այդպես չի լինելու, հա։ Հասկանալի է, որ սկզբնական շրջանում, երբ որ դու մուտք ես գործում ինչ-որ մի շուկա, դու փորձում ես ավելի ցածր գներով, դա ամենտեղ է տեղի ունենում։ Դրա համար պետք չի մասնագետ լինել, առավել եւս որ Չէ, հետո պարզա որ երբ որ դու արդեն դիրքավորվում ես այդ շուկայում, դու կարող ես նոր գներ արդեն եւ պարտադրես եւ ստեղծես այն կախվածությունները, որոնք որ լինելու են ռազմավարական կախվածություններ։ Այդ թե ինչի մասին է խոսքը գնում եւ իմ կարծիքով Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը հենց դրանում է։ Առաջի հերթին անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը պատրաստ է բոլոր զիջումներին գնալ, նաև ինքնությունը փոխելու բանավարձով, հա, պատրաստ ենք, այ եթե մեր հայկական ինքնությունը, մեր պատմությունը, մեր կրոնը նույնիսկ ինչ-որ ձևս խնդիր է ձեզ համար, մենք այդ ամենը կփոխենք, մենակ թե խաղաղություն լինի, խոստանում եք, որ խաղաղություն։ Բայց եթե դու պատրաստ ես քո ինքնությունը նույնիսկ փոխես, հա, դառնում է դա սակարկման ինչ-որ բան է, նյութ է դառնում, հա, մյուս կողմը հասկանում է, որ այլ հարցերում ավելի մեծ զիջումների կարած գնաս, որովհետև եթե դու ասում ես, որ դու ուզում ես խաղաղություն, միայն թե խաղաղություն լինի եւ պատրաստ ես պաշտպանես, հա, բանով։ Քեզ միշտ այդ վտանգով էլ կարան ստիպեն, որ դու գնաս ինչ-որ ավելի մեծ զիջումների, տարածքային եւ այլն։ Մեր պատմությունն է հուշում, հա, տեսեք Արևմտյան Հայաստանի մի շարք տարածքներում թուրքերը հասել էին նրան, որ փակել էին դպրոցներ, եկեղեցի եւ այդտեղ արդեն մեծ մասը դարձել էր կամ թրքախոսներ կամ հրաժախոսներ, ճիշտ է։ Այո։ Այդպեսին լինելով հանդերձ թուրքերը չհանդուրժեցին։ Լեզուն մոռացա, դե որտեղ մի քանի սերունդ եթե դպրոցով փակում ես, այդ ամենով հանդերձ բոլորին ստեղծեցին, եթե ցեղասպանությունից հետո էլ մնացել էին, ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ ուղղակի դատարկեն հայերին։ Այո։ Հիմա Դեպաբար չգիտեմ, էլ ինչ պիտի լինի, որ տեսեք, երբ որ սպասում, եթե անգամ դուք կարաք Թուրքիա ազգանունեք, հայերեն էլ չխոսեիք։ Երբ որ մեզ այդ ապագայի նարատիվը ներկայացնում են, մեզ ինչ են նաև ասում, որ դա անցյալն է, հիմա փոխվել է, Թուրքիան այլևս այն Թուրքիան չի, հա մենք տեսանք Սիրիայում Թուրքիան ինչպես էր վարվում, մենք տեսանք նույնիսկ Իրաքի հյուսիսային մասում ինչ գործունեություններ էր ծավալում, ինչ խոսք գնա նույն Թուրքիայում, հա քրդերի հետ,
ինչ ատեղ ունեցել։ Այնպես որ ասել, որ այդ ամենը արդեն անցյալում է, եկեք մտածենք ապագայի մասին, ու գիտեք, մի շատ կեղծ ուրեմն թեզ են առաջ տանում, ասում են, դե տեսեք ֆրանսիացի գերմանացիները երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրանք էլ չեմ մտան այդ համագործակցության մեջ ու Վենսը իր բառում ասում է բանա չէ պետք է արևտուրը ուրեմն տնտեսական այդ հարաբերությունները ինչ որ զուգահեռ անցկացնում այդ բանին, հա, որ տեսեք մենք տեսանք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ եւ Ֆրանսիան եւ Գերմանիան ինչպես համագործակցեցին։ Նախ եւ առաջ մենք մեր տարածաշրջանում ոչ Ֆրանսիա ունենք, ոչ Գերմանիա ունենք։ Առաջինը, երկրորդը մենք ունենք մի պատմական փորձ, որը որ եթե դու մոռանում ես այդ փորձի մասին, կամ ասում ես մյուս կողմին, որ պատրաստ ես փակել այդ էջը, ինչպես իրանք ասում են, դու փաստորեն մյուս կողմին ասում ես, որ այն ինչ որ եղել է, եթե նորից փորձես, դա ոչ մի խնդիր չի լինելու քո համար։ Գերմանացի ժողովուրդը ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայի հրեշավոր գործողությունների համար։ Մինչ այսօր Թուրքիան մինչև հիմա չի ընդունում դա, հետևաբար դու շարունակում ես գործ ունենալ ցեղասպան ժողովրդի հետ։ Ընդհակառակը։ Դուրը փակված չի, իրենք շարունակում են ասեմ որ եւ նոր ցեղասպանություն իրականացրեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, հետո արդեն Արցախում, ինչի՞ մասին։ ասեմ հակառակը նույնիսկ։ Գերմանացի ժողովուրդը Մոցարտ, Բախ, Բրամս աշխարհին էլի, ասենք հիմա դու համեմատում ես վարյակ 1000 տարի մարդասպանից մարդակեր դարձած Թուրքի հետ։ Չէ, այստեղ իհարկե պետք է մենք նաև մտածենք դրա մասին, որ երբ որ մեզ ասում են այդ էջը փակենք, ապագայի մասին մտածենք, մենք եկել ենք հասել ենք մի պահի, որտեղ մեր իշխանությունը, որը որ երևի ոչ մեկ մի չգիտեմ 10 տարի առաջ մտքով էլ կարող է չանցնել, որ այդպիսի բան հնարավոր է։ Մեր իշխանության իշխող կուսակցությունը կրկնում է այն ռևիզիոնիստ թեզերը, որը թուրքական կողմը փորձում էր փողով, ամեն ինչով ամրապնդել, ասել, որ պատմության մեջ այսպես է եղել եւ կարող է եւ ասում են կարող է եւ այդքան չեն եղել զոհերը խոսքի օրինակ։ Կարող է մենք ունեցել ենք բան, հա, մեր սխալների պատճառով այս ամենը տեղի ունեցել, որ թուրքերը չէին էլ ուզենա մեզ կոտորեն, եթե մենք մեզ ճիշտ պահենք, լավ պահենք։ Սա Հա իհարկե, սա հասկանալի է, չէ՞, մարդ, որը որ գոնե մի փոքր ծանոթ է, ինչ էր ասում ուրեմն թուրքական ռոպագանդան, ուղված հայկական հարցին, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, հենց այդ թեզերն են, եւ իրանք կրկնում են այդ թեզերը։ Շատ լավ, անցնենք, լավ, եթե սա մասին խոսենք, սա հարցն որ անցնենք ներքաղաքական հարցերին։ Տեսեք, հիմա մոտենում է արդեն Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը ցեղասպանություն որ տեղի ունեցավ եւ ինչի հասավ Նիկոլա Ալիևի հետ միասին նորակարգ բերեցին 300,000 թե որտեղից են 300,000 ադրբեջանցիները պիտի գան, արևմտյան Ադրբեջանի մասին է խոսքը, բայց խոսվիցից ընդհանրապես դուրս է եկել այն հանգամանքը, որ ի վերջո Արցախի պաշտպանությունը նաեւ Սումգայիթի, Բաքվի դրա հետևանքն է, ջարդերի հետևանքն եւ մեծ հաշվը ինքնապաշտպանական է եղել, բայց հասել են նրան, որ Ալիևն է ինքը ասում, որ այնտեղ նացիստներ են, ֆաշիստներ են, արցախահայերը եւ այլն։ Մենք արդյոք չպիտի ամեն ինչ անենք հիմա օրակարգ բերենք դան եւ պահանջենք, որ այդ անձինք պիտի տարբեր թվեր են ասում 750,000-ից մինչեւ 850,000 հայություններ ապրել Ադրբեջանում եւ նաեւ պատմական Արցախում, որ նրանք պիտի վերադառնան, նորից գանք, դա միջազգայինորեն հաստատվել է, որ այնտեղ ինչ վայրագ գործողություններ են եղել ադրբեջանցիների կողմից եւ պահանջել մարդկությանը նորից բանանել, որ դուք մեզ տանում եք մի ցեղասպան ժողովրդի հետ, չգիտեմ ինչ խաղաղության եւ համերաշխության եւ պահանջել, որպեսզի փոխհատուցում լինի։ Հիմա ինքը ասում է, մենք ինչ որ հաշվարկներ են անում միլիարդների ադրբեջանցի, ինչ որ հաշվարկներ։ Սա մենք անընդհատ բերենք օրակարգ եւ պահանջենք, նախ մեր հանրությանը սթափեցնենք, որ այնպես չի, որ բանը մենք այդպես գերի ենք դարձել, էլի, այս Ալիևին այդ 300,000, եթե Նիկոլին վռնդում եք, տեսեք ինչեր կարող եք օրակարգ բերել եւ արդարության հասնելու ինչ բաներ կան։ Եվ փոխհատուցման հարցը լինի, եւ միջազգային երաշխիքներ լինեն անվտանգության, եթե դու 300,000-ի մասն ես խոսում, իսկ 130,000 է եղել այստեղ։ Դες տարբեր թվեր են ներկայացնում։ Մեր հայերի վերադարձի հարցնի, արդյոք չպիտի մենք կազմակերպված բերենք նորից հրապարակես թեմաները։
Դե ձեր հարցին պատասխանը կախված է ինչպես ենք մենք պատկերացնում եւ արդյոք կա ձևավորված բավարար կոնսենսուս, թե այս ամենը ինչի մասին է եւ խոսելով այդ ապագայի մասին նորից տեսեք մեզ միշտ ինչ ասում մեզ իշխանությունը այ եթե մենք չլինենք այ եթե մենք այդ ամենը չանենք նոր պատերազմ է լինելու եւ ովքեր որ խոսում են Առաջի հերթին մեր հանրությունը ինքը պետք է կոնորոշվի ինչն է ճիշտ հասկանում եք երբ որ մենք խոսում ենք իհարկե չէ երբ որ մենք ասում ենք խաղաղություն ինչքան էլ Թրամփը ասի խաղաղություն չի լինում առանց արդարության Եթե չկա արդարություն, ինչ խաղաղության մասին եք դուք խոսում։ Դուք խոսում եք նա մասին, որ մի կողմը մյուս կողմին պարտադրում է ինչ որ մի ժամանակավոր ձևակերպում, որը որ ասում է այս սա է խաղաղությունը եւ այդ խաղաղությանը համար հասնելու համար մենք պետք է պարտադրենք, որ դու որպես կապիտուլացված երկիր եւ ժողովուրդ պետք է փոխես այդ ամենը Դրա համար էլ ինքը ասում է, դրա համար էլ Ալիևը օգտագործում է այդ բառապաշարը։ Ինքը ինչ ասում։ Ինքը փաստորեն ասում է դուք ոնց որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ոնց որ ուրեմն նացիզմից ազատվելու համար ներեգություն խնդրեց եւ փաստորեն գերմանացիք պետք է փոխեին իրենց ինքնությունը։ Այդպես էլ դուք հայերը պետք է փոխեք ձեր ինքնությունը։ Սա է իր ասածը։ Այսինքն ինքը խոսում է նրա մասին, որ ինքը պետք է փոխի մեր ինքնությունը։ Այստեղ հարց է ծագում, արդյոք մեր ժողովուրդը պատրաստ է գնալ դրան, ասել, որ այդ ամենը սխալ է եղել, մենք ուրեմն չպետք է փորձեինք նույնիսկ հակադրվեինք հայերին բառից բուն իմաստով մորթում էին Ադրբեջանում, իսկ հայերը պետք է չփորձեին ուժով պաշտպանել իրանց իրավունքը ապրել պապական հողերում։ Սա, եթե մենք ասում ենք, որ դա սխալ է եղել այդ ամենը, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ ապագան, որը որ մեզ փորձում են ներկայացնել որպես փայլուն ապագա, մյուս կողմը միշտ բերելու է այդ խնդիրը եւ ասելու է, որ նախկինում հետ է եղել, հիմա էլ պետք է նոր զիջումների գնանք, որովհետեւ առանց այդ զիջումների մենք չենք կարող ունենալ այսպես կոչված խաղաղությունը։ Իսկ ինձ համար դա ակնհայտ է, որ չկա արդարություն, չկա նաև խաղաղություն։ Երկարատև խաղաղությունը ի վերջո գալիս է, երբ որ լինում է ինչ-որ չափով ուրեմն արդարություն ձևակերպված։ Դա միայն ուրեմն տրանզակցիոն բանով դու չես կարող հաստատես։ Դու պետք է փնտրես գտնել այդ արդարության պահը։ Ու այո, մենք Ալիևը կարապնդի, որ փետրվարի 26-ին ոչ թե Սումգայիթի մասին մենք պետք է խոսենք, այլ պետք է միշտ խոսենք, ինչ ռազմական ուրեմն հանցագործություններ ենք մենք արել Խոջալույում։ Սա է լինելու այդ նարատիվը, որը իրանք մեզ պարտադրելու են։ Մենք էլ պիտի մեր միջև այս երկու ամիսը միջև վռնդելը պիտի անենք եւ ամենակարևորը որ այդ վախը հանենք մեր հանրության միջից, որ մենք տեսենք վռնդելուց հետո ինչեր ունենք, այնպես չէ՞ որ այս ամեն առումով պարտված ենք, ձախողված ենք, այսինքն մեծ անելիք ունենք եւ արդարության առումով եւ իրական խաղաղության հասնելու Այո։ Փոխհատուցում ստանալու Առաջի հերթին մեզ այդ արդարությունը պետք է ներսում Այսինքն մինչև մեր երկրում չլինի այդ արդարությունը, մենք չենք կարողանալու ունենալ երկիր, հանրապետություն, որը կարողանա իրական մեծամասնության, այսինքն այն մեծամասնությանը, որ ձևավորում է այդ բավարար կոնսենսուսը, եւ ինձ համար ազգը ոչ միայն այստեղ բնակվող հանրապետությունում բնակվող այսպես կոչված հանրապետությունում հիմա բնակվող ուրեմն ժողովուրդն է, այլ ամբողջ հայությունն է։ Ինչպես անել, որ բոլորը զգան, որ այդ արդարությունը կա, որ մենք ձգտում ենք այդ արդարությանը, որտեղ միայն արդարությունն է, որ բերելու է ուրեմն խաղաղության։ Ես այս վերջերս ուրեմն իռլանդական հարցով էի մի քիչ ավելի խորացել, չասեմ ինչ պատճառով, բայց երբ որ մենք ասում ենք այ ինչ տեղի ունեցավ, տեսեք իրանք եկան չէ խաղաղությանի վերջո, ստորագրեցին 98 թվին պայմանագիր, որտեղ որ ոնց որ ամեն ինչ կարգավորվել է եւ այլն եւ այլն։
Բայց պետք չի մոռանալ, որ Բրիտանիայում այսօր չկա որևէ մի պատմաբան, որը որ ժխտում է կամ ասում է այն ինչ որ տեղի ունեցավ 1845 թվից 52 թիվ, երբ որ միլիոնից ավել իռլանդացի սովից մահացան, որ դա տեղի չի ունեցել, կամ դա տեղի է ունեցել, որովհետև իռլանդացիք հենց իրանք էին մեղավոր դրանում։ Հասկանում եք, երբ որ մյուս կողմը ժխտում է պատմությունը, ժխտում է նաև հնարավորությունը արդար ուրեմն համերաշխություն բերել ժողովուրդների միջև։ Իսկ մենք ունենք այսօր առաջնորդներ թե Թուրքիայում, թե Ադրբեջանում, որոնք որ այդ իրանց կեղծ նարատիվը ոչ միայն դարձրել են արդեն հայերի դեմ ատելության բան, հա, զենք ներսում, այլ շարունակում են պնդել, որ դա իրական ճիշտ պատմությունը հենց այդ ձև է։ Ես իհարկե հույս ունեմ, որ մենք կարողանալու ենք պաշտպանել ոչ միայն մեր ինքնությունը, այլ միշտ կաղնել այն ուրեմն դիրքերի վրա, որոնք որ արդարության մասին են։ Շատ լավ, անցնենք ներքաղաքական հարցերին, արդեն երեք միավորում կարծես թե հայտ են ներկայացրել, ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը, չորրորդն էլ ոնց որ թե ձևավորվում է, տարբեր հարցումներ են անցկացրել և օրինակ մեկ-երկու հարցումների աշնանհամեմատ Նիկոլի Վարկանիշը բավականին ընկնում է և տեսանելի է հիստերիկ քայլերը, կարճում է նորից ինչ-որ մարտի մեկ, ինչ-որ խոսույթում նորից բերում է նախկիններ, բայց ակնհայտ է, որ դա չի աշխատում, դատական համակարգի ճնշումները շարունակում են, վստահ եմ, որ ինքը հասկացել է ձերբակալությունները հակառակ էֆեկտ են ունենում, ոչ թե կարողանում է վախի մթնոլորտ դարձնել, հակառակը եկեղեցու վրա հարձակումը նույն կերպ, հիմա այսպես ինչ-որ բաներ է անում սոցիալական հարցերով, դա էլ ինչ-որ ինչ անում է գլխի վրա այսպես շրջված է լինում, առողջապահական համակարգում օրինակ ռեֆորմներ է արել, ակնհայտ է, որ այնտեղ բունտ է հասունանում, տեսեք, մի կողմից ասում են լավ է, ինչ-որ սոցիալական բան հարցեր է լուծում, բայց մյուս կողմից բժիշկների, բուժաշխատողների աշխատանքը 30%-ով ավելի մեծացել է, բայց աշխատավարձը արդեն մեկ ամիսը, երկրորդ ամիսը պիտի ստանան, նվազել է 20-30%-ով, տեղեկ կա, որ ավելի։ Եվ չի բացառվում, որ այս ռեֆորմների հետևանքով մենք կորցնենք շատ բժիշկներ և մասնագետներ, գիտեք, որ դա խնդիր է, կամ թոշակառուների հարցով։ Ինչ վիճակում է ինքը, ինչ վիճակ է ընդհանուր առմամբ պատկերը և ինչ ակնկալել, իսկապես վախենալի թե ոչ, և ինչ խորհուրդներ ունեք տալու մեր ընդդիմությանը։ Դե մենք պետք է հասկանանք, որ 8 տարի անց մենք պետք է ասենք, որ այն բոլոր խոստումները փոփոխություն անցկացնելու, ռեֆորմներ անցկացնելու ձախողվել են, մեծ հաշվով ձախողվել են։ Ամենամեծ ձախումը դա իհարկե դատական համակարգն է, որովհետև եթե մենք չունենք անկախ դատական համակարգ, դա նշանակում է, որ մենք չունենք նաև հանրապետություն։ Սա աքսիոմատիկ է, մենք շատ արագ տեմպերով շարժվում ենք արդեն նույնիսկ բռնապետ համակարգ չի, սա արդեն տոտալիտարին է մոտենում, որտեղ իշխող ուժը փորձում է ամբողջ ռեպրեսիվ մեխանիզմը օգտագործի բոլորի դեմ, ովքեր համաձայն չեն։ Կամ եթե ուրեմն իրանց հետ համաձայն չեն, ուրեմն իրանք Մոսկվայի ագենտ են, պիտակավորել, որպեսզի չեզոքացնել այդ ուժը, հա, այդ է իրանց ռազմավարությունը։ Բայց սա իմ կարծիքով չաշխատող ուրեմն ռազմավարություն է, ինչու, որովհետև մարդիկ ի վերջո հասկանում են, որ այն ուժը, որը 18 թվին եկավ եւ խոստումներ տվեց, դրա հակառակին բերեց։ Մենք ոչ մի լուրջ էական ուրեմն եւ որակյալ փոփոխություն մինչ այսօր չենք տեսնում։ Այն ինչ որ իրենք անում են սուբվենցիոն ծրագրերով կամ թոշակները բարձրացնելով կամ ինչ որ բանում են, իրանք այդ ամենը անում են, դա հասկանալի է, որ դա ուղղակի փորձ է հարկատուի հաշվին ինչ որ զանգվածներ, ընտրողների զանգվածներ, դե ինչու՞ չէ, նույն բանն է, դու ոնց որ կաշառես, հա, մարդկանց փող ես տալիս, որ իրանք քո համար ձայն տան։ Քո համար ձայն տան։ Իսկ ինչու է սա տեղի ունենում, որովհետև բյուջեում նախատեսված չի բացառում, ասենք ինքը հուլիսին ասի, դե քանի որ բյուջեում նախատեսված չէ, ես չեմ կարող տալ։
Այո, այդ ամենը գալիս է նրանից, որ մենք չունենք հանրապետություն լիներ արդեն ոչ միայն տեսեք այլ երկրներում ինչ է տեղի ունենում սրանից ավելի շատ ավելի փոքր, ավելի մեղմ խախտումների դեպքում ուրեմն համակարգը ստիպում է որ վարչապետը, նախարարները հրաժարական տան դուրս գան, հələ մի բան էլ կարող է լինի քրեական գործ իրանց դեմ հարուցվի։ Մենք չունենք որևէ մի ձև ազդելու իրանց վրա, այսինքն իրանք ինչ էլ անեն, ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրանց արածի համար։ Միայն պատասխանատվությունը, որ իրանք պետք է կրեն, միակ ձևն է, որ այս ժողովուրդը կարող անի, դեր այդ փոքր հույսը կա, այդ օրն է, այդ մի օրն է, երբ որ պետք է բոլորը, ովքեր որ հասկանում են այս ամենը, պետք է գնան եւ քվեարկեն։ Եվ ինչպես պետք է քվեարկեն։ Բոլոր այն ուժերի կողմ, ինձ համար նշանակություն չունի որ ուժի կողմ, այն ուժերի կողմ, որոնք որ ասում են, որ Հայաստանը պետք է ազատվի այս իշխանություններից։ Միայն այդ է աշխատողը։ Իհարկե կլներ իդեալական, եթե անդիմությունը կարողանար համախմբվել, տեսականորեն հասկանալի է, եւ համախմբվում ես եւ մի ինչ որ ուժ է, որը որ դուրս է գալիս իշխող ուժի դեմ, եւ դա կբերեր հաջողության։ Բայց եթե դա հնարավոր չի, մյուս տարբերակը կոնսոլիդացիայի, դա իհարկե մի քանի բլոկ ստեղծել, որոնք նույն այդ բանով գնում են դեպի իշխանափոխություն Հայաստանում։ Դեր շուտ ասել ինչ վերջնական տեսք ստանալու, ինչ կոնֆիգուրացիա է ամենը ունենալու, բայց ինձ համար ակնհայտ է մի բան, ամբողջ երկրի բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ այդ օրը որոշվելու է այդ ապագան, կամ մեզ բերելու են, վաճառելու են այդ կեղծ նարատիվը, որ ապագան լավ է լինելու, որ տնտեսությունը շատ լավ է զարգանում, որ անվտանգություն է լինելու, շատ լավ հասկանալով, որ այդ ամենը այդպես չի։ Դրանք ուղղակի կեղծ եւ դատարկ նոր խոստումներ են, որոնցով իրանք փորձում են նորից շարունակել իրանց իշխանությունը։ Կամ մենք գնում ենք դեպի ուրեմն ես չեմ ասում վերադարձ նախկինին, իրանք դրանով են փորձում վախեցնել, որ եթե մեզ ձայն չտաք, դուք տալիս եք ձայն նախկիններին ու դրանով վտանգելու եք ուրեմն հանրապետությունը եւ այլն։ Դե իմ կարծիքով մարդիկ սկսել են հասկանալ, որ իրանք ավելի լավ չեն ապրում, միանշանակ։ Միանշանակ ավելի լավ չեն ապրում։ Մենք նախնական զրույցում խոսում էինք դրա մասին։ Տեսեք, հիմա ով ասում է, որ Նիկոլեն Թալանչի են, հանցագործ են, ձախողել են, անփորձ են, դավաճան են, քննադատում են, ընդդիմադիր կեցվածք ունեն, ինչ են անում, Ռուսաստանի շպիոններ են, Ռուսաստանի գործակալներ են։ Այո, ես ասացի արդեն դրա մասին։ Այս թեզը այդպես բանեցնում են, բայց իրենք շատ ներքին կյանքում դա բանեցնում են, բայց հետո իրենք շատ այսպես խելոք երկու ոտքերի վրա, թաթերի վրա գնում ասում են մենք կրևնում հավատարիմ ենք, երեք են նորից ասել Նիկոլը։ Դրանից առաջ Ալենը, դրանից հետո նորից Նիկոլը, այնպես որ այս կեղծ բաններ պիտի էլի մեր ժողովրդին հասցնեն։ Իրանք ասենց ինչ-որ իրանց թվում է, որ դիվանագիտությունը դա երկու երեսանություն է։ Այսինքն դու ներսում ամեն ձև աշխատում ես նրա վրա, որ ես հակառուսական բան ստեղծվի, դաշտ ստեղծվի, ու այնպես չի, որ Ռուսաստանին պետք չի ինչ-որ հարցերում քննադատել իրենց վարած քաղաքականության համար, բայց իրանք այդ ամենը օգտագործում են որպես այդպես միանշանակ հակառուսական սենց ինչ-որ դաշտ ստեղծվի, ինչու, որովհետև հենց այդ դաշտն է, որ իրանք փորձելու են օգտագործել, հենց որ մեկը ինչ-որ մի բան իրանց դեմ ասեց, դու կապում ես, ասում ես, իրանք ռուսի բանն են, 5-րդ 40-ն են, կամ գործակալ են, կամ եւ այլն, Այդ է իրանց իսկ երկրորդ բանով կողմով շատ ճիշտ ասացիք, արդեն մոռանում են հիբրիդային պատերազմի մասին, երբ որ գնում են Մոսկվա հասնում, որովհետեւ այնտեղ այլ հաշվարկներ կա։ Այդ հաշվարկները տնտեսական են, այդ հաշվարկները ավելի շատ կախված են իրանց գրպանների հետ եւ այլն։ Դրա համար մենք միանշանակ պետք է հասկանանք, եթե կա ինչ-որ մեկը, որ ասում է այս մարդը գործակալ է, կամ պետք է փաստեր ներկայացնի, ստույգ, կամ եթե դու ասում ես, որ գործակալ է, դրա հետևանքը ինչ պետք է լինի, թե ուղղակի ասում ես, որ գործակալ է,
վերցրենք նույնիսկ վեապարի եղբոր մասին, հա, ասին Մոսկվայի KGB-ի գործակալը, ինչ ներկայացրին մեզ, ինչ որ մի հատ թուղթ էր, ինչ որ քաղվածք էր, որտեղ ասված էր, որ նա իբրև եղել է գործակալ 86-ից մինչև 88 թիվ։ Առաջերտին ես չեմ պատկերացնում գործակալ կամ մի ասենք բան, հա, դա լինի Մոսադը, լինի MI6, լինի Միացյալ Նահանգների տարբեր բաներ, որոնք որ այդպիսի կոնտրակտ են կնքում 2 տարով լինելու ես գործակալ, դες բան գոյություն չունի։ Երկրորդը, եթե դա կա իրոք, դա ինչ է նշանակում իմջալոց, այն ինչ որ տեղի ունեցել միջև 91 թիվ, հա, դա ինչ է նշանակում։ Հա, եղել են, ես համոզված եմ, որ շատ գործակալներ են եղել, որոնք կարող է հիմա էլ են գործակալ, ես չգիտեմ։ Բայց եթե դու դա անում ես, դու պետք է բոլորինը չէ հայտնաբերես։ Կամ դու բացում ես լյուստրացիա ես անցկացնում եւ մենք բոլորս տեսնում ենք ովքեր էին, կամ դու չես անում այն, ինչ որ դու օգտագործում ես քաղաքական քո շահերի նպաստող բաների համար, հա, այս սրան մեզ կարամ անեմ, իսկ սրան չեմ կարող անեմ։ Դա այդպես դա նորից բերում են նրան, որ դա արդար ձև չի, հա։ Կամ պետքա բոլորինը բացահայտես, ես եւ կան երկրներ, որոնք որ գնացել են այդ ճանապարհով, բացահայտել են բոլորին։ Եթե դու չես գնում այդ ճանապարհով, ուրեմն դու չես կարող վերցնես ինչ որ մեկինը ու առանց հետևանք, հա, ասենք թե ասի գործակալ են, հետո ուրեմն այդ մարդիկ ինչ, դու իրանց ոնց որ փորձես քաղաքական լյուստրացիա անցկացնես առանց իրական լյուստրացիայի, հա։ Ասես դրանց ձայն մի տվեք հանգարց, որովհետև իրանք այ Ռուսաստանի ազդեցության տակ են լինելու։ Իսկ այն որ դու Թուրքիայի ազդեցության տակ ես, որ նրանք բաց ասում են, որ դու իրանց համար ամենակարևոր բանն ես, քաղաքական գործիչն ես այստեղ, դա ոնց որ նշանակություն չունենա, հա, չէ, այդպես չի ասել, բայց ինչ ասել, իհարկե նա դիվանագետը նա հասկանում է, որ չի կարող անուններ տալ, բայց ինքը ասում է այն կուրսը, որ իշխանությունները անում են, դա պետք է շարունակվի Հայաստանում։ Պարզ չի, ինչի մասին է խոսքը։ Հիմա ասենք որ գործակալ ես, էլի չեմ ասելու գործակալ ես, որովհետև մինչև փաստը ես չտեսեմ, ես չեմ կարող տենց բան պնդեմ։ Ու մեր ուրեմն հասարակությունն էլ պետք է շատ ավելի սթափ մոտենա, հա, այդպիսի մեղադրանքներին եւ այլն, հասկանա, որ դա ուղղակի քաղաքական նպատակներ է հետապնդում եւ մի ուժի ուրեմն վերարտադրման հարցը ամրապնդելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է անդիմությանը, այո, միակ հնարավորությունն է աշխատել եւ անել ամեն ինչ, որպեսզի մասնակցությունը ավելի մեծ լինի ընտրություններին եւ դա կախված կլինի իրանց ներկայացրած այլընտրանքային տեսլականներից, հա, ինչ են իրանք ներկայացնում բնակչությանը եւ մարդիկ պետք է հավատան, որ դա իրական այլընտրանք է ԿՊ-ի ներկայացրած բանից, այդ ապագայից, մեկ, երկրորդը իհարկե պետք է վստահելի լինեն, որ մարդիկ գնան իրանց ձայնը տան, եւ երրորդ ամենակարևոր բանը պետք է կոնսոլիդացված լինեն, որովհետեւ Փաշինյանն էլ հասկանալով, որ շատ ցածր է իր ուրեմն հնարավորությունները այս պահին արդեն գնալով նվաճում են, ինքը պետք է կամ հույսը դնի, որ ազգային ժողովում ընտրություններից հետո պետք է կոալիցիա ձևակերպի, ինչ որ մի ձև, որովհետև ինքը պետք է ապահովի սահմանադրական մեծամասնությունը, չէ, որովհետև ինքը խոստում է տվել Ալիևին, որ ինքը պետք է սահմանադրությունը փոխի, իսկ եթե ինքը սահմանադրությունը չի փոխում, ինքը պետք է մոռանա խաղաղության պայմանագրի մասին, բայց ես ավելին կասեմ, որ այդ այսօրվա պահանջն է Ալիևի կողմից։ Ես համոզված եմ, եթե նույնիսկ ինքը հասնի այդ նպատակին, ինչ որ մի ձև սահմանադրությունը փոխի, այ պատկերացրենք, որ ինքը կարողանում է հետանում է։ Ես համոզված եմ, որ այդ պահին Ալիևը ներկայացնելու է նոր պահանջարկներ, կամ ասելու է, որ այդ ձեր սահմանադրության մեջ ոչ մի բան չի ասված, որ դուք պետքա փոքրամասնությունների ուրեմն իրավունքները պաշտպանեք։ Չեք կարող ասել ադրբեջանցիների, ընդհանուր ասեք, որ վթարված Հայաստանից վթարված ուրեմն փոքրամասնությունը իրավունք ունի վերադառնալ։ Բայց մեզ պարզ է, չէ, ոչ Փաշինյանը, ոչ իր կառավարությունը պատրաստ են ինչ-որ մի քայլ անել, իրանք ամեն մի քայլ անելուց ասում են այնպես չլինի, որ կամ Անկարայում կամ Բաքվում վրդովմունք առաջանա։
Մենք այդ օրը պիտի չալարեն, ժողովուրդը պիտի գնա այդ մի քայլ անի, ընտրության օրը։ Սա ես չեմ ուզում չափազանցնեմ կամ ինչ-որ մեծ բանով ասեմ, բայց սա փաստորեն ավարայր, սարդարապատ, այդ կարգի ընտրության պահա հայ ժողովրդի համար, որովհետև ի վերջո ինչ է նժարներին դրված, մեր ինքնությունն է դրված նժարներին։ Լինելու կամ չլինելու, որովհետև եթե մենք չենք ունենալու անկախ պետություն, իսկ թուրքական եւ ադրբեջանական նպատակները չեն փոխվել։ Մեզ նաև ասում են, որ տեսեք Թուրքիան, Ադրբեջանը այլ են, իրանք ավելի եվրոպամետ են եւ այլն, եւ եվրոպացիք այս փետրվարի սկզբերին էր։ Նորից ինչ որ այցերի ժամանակ կրկնեցին շատ հասարակ բան, որը պետք է հասկանալի լինի։ Եվրոպայի համար այս տարածաշրջանում իրանք հենվելու են Թուրքիայի վրա։ Այնպես որ երբ որ մեզ ասում են, որ մենք Եվրոպա ենք գնալու, մենք պետք է հասկանանք ոչ թե մենք Եվրոպա ենք գնալու, այլ մեզ հանձնելու են թուրքերին եւ ադրբեջանցիներին, որովհետեւ իրենք ավելի լավ են բավարարում այդ խաղացողների շահերը։ Իսկ մենք պետք է ընտրենք, ես չեմ ասում, որ մենք ինչ-որ մի ճամբարի պետք է ձգտենք կամ ինչ-որ մի բան։ Մենք պետք է լինենք այնքան, ուրեմն մեր կարողությունները այնքան պետք է լինեն, որ մենք իրոք կարողանանք անկախ քաղաքականություն վարել։ Իսկ անկախությունը ինչու՞մն է, այդ որ ասում ենք ազատ լինելը։ Դա առաջերտը նրանում է, որ դու կարողանաս ոչ ասել այն ուժերին, որոնք որ պարտադրում են, որ դու կարմիր գիծը հատես, հա։ Իսկ ինչու՞մն է այդ կարմիր գիծը։ Այն հարցերում է, որոնք որ վերաբերվում են մեր ինքնությանը։ Այլապես նույնիսկ ազգային պետությունը իմաստը կորցնում է, որովհետև ազգային պետությունները ստեղծվել են այն նպատակով, որ ինքնությունը կարողանա անվտանգ ինչ-որ մի տարածքում զարգանա։ Բայց եթե մեզ դրսից են պարտադրելու ինչպիսին պետք է լինի մեր ինքնությունը, էլ ինչ ազատ, անկախ, ինքնիշխան պետության մասին է խոսքը գնում։ Իսկ դա անելու համար մենք պետք է հասկանանք նաև որտեղ է մեր ամենակարևոր ուժը։ Մեր ուժը դեր մինչև հիմա նրանում է, որ մենք ունենք մարդկային կապիտալ։ Եվ այդ մարդկային կապիտալը չպետք է սահմանվի միայն ուրեմն Հայաստանի սահմաններով։ Ես երբ որ խոսում էի ռեական կազմակերպությունների այդ համագումարի մասին Երուսալեմում, հա, ես չեմ ասում մենք պետք է նմանվենք իրանց, բայց տեսեք իրանք ինչ հզոր հնարավորություններ են ստեղծում իրանց սփյուռքի հաշվին։ Այսինքն ամբողջ մի ուրեմն իշխանություն, հա, որը որ հեգեմոն է անում աշխարհով մեկ, իր շահերը պատկերացնում է փաստորեն համահունչ է դարձնում Իսրայելի շահերի հետ։ Ես չեմ ասում մենք նույնը կարանք անենք, բայց մենք կարող ենք, եթե ճիշտ ձևով օգտագործենք մեր այդ ուժը, մենք կարողանալու ենք անել այն, ինչի համար այս տարածաշրջանում, շատ դժվար տարածաշրջանում մենք պետք է կարողանանք ունենալ անկախ եւ իրական հանրապետություն, որտեղ արդար երկիր է լինելու։ Այս կամը երևի։ Ձեզ շնորհակալություն։